Բուզանդ Պաստաջյանը Լիբանանից է Հայաստանում մասնակցում է Սփյուռքի նախարարության կազմակերպած ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները գիտաժողովին 34 տարվա փորձ ունեցող փաստաբանը գոհ է ֆորումի աշխատանքներից արդյունավետ քննարկումներ են կազմակերպել։ Այս գիտաժողովը եկավ ասելու, որ մենք հոսենք ասկե մոտ 50 տարի առաջ 1975-65 այդ թվականներուն, այսին 65-50-ամյակն է 75, հայ հավանաբար քիչ մը գդադամսեր ասել որ հարց մը գա, եւ պետք է ասել որ մինչեւ դակավին հայկական թատ չի գար, հայկական հարց մներ, պրոբլեմ մներ, որովհետեւ ցեղասպանություն դեղի ունեցած է, ուրեմն հիմա այս զարտոնքի շրջանով ինչ ցևով եւ ինչ պայմաններով օրինական, լաքաղաքական Բիդի վերածվի հայկական հարցը հայկական թադի։ Բուզանդ Պաստաջյանը Բեյրութի իրավաբանական արհեստակցական միության անդամ է, վերաքննիչ Ատյանի մակարդակով իրավաբան, մասնագիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է հայ դատի առաջամարտիկներից։ Որ մեկ խմբակցությունը չի գրնար հայտարարել եւ ասել որ ես հայտատ մի բանանք կամ հայտատ մի դեսնեմ։ Այլ մենք ունենք Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետությունն է որ ինքն է որ վերջնական որոշումը գուտա սակայն գխորտակցի ամեն հայության հետ ամեն հայության հարցն է ամեն հայության մաս կգազմե ուրեմն իրականություն մենք ունենք անգախ հայրենիքի զորագոչ կանչելով եւ խորտակցելով այդ ծորը պետք է հայկական հարցը տադի վերածվի։ Լիբանանը հայությունը պահպանում է մայրենի լեզուն, հաճախում է հայկական եկեղեցիներ, սովորում հայկական դպրոցում, ակտիվորեն ներգրաված է համայնքային կյանքում։ Հենց սրան շնորհիվ նրանք չեն կորցնում իրենց ազգային դիմագիծը։ Մասնագիտությամբ իրավաբանը ներկայացնում է հայ դատի հնարավոր զարգացումները։ Կարելի չի ասել, որ մենք հիմա թատ մի բանանք կամ թատ մի չի բանանք։ Նախ որոշել է անել, որ ոյ մեկ հարցը եթե ունիս, որ լուծումը լավակույնը գլա, որ լուծումը առանց վնասի գլա։ Yani շատ կարևոր է, թե ոյ մեկ հարց եթե պիտի լուծես, առանց գրագի, առանց փոցի, առանց վնասի լուծված լա եւ հայը իր իրավունքներուն վերադարձած լա։ Հայրենիքից հեռու թե հենց Հայաստանում համայնայության առաջնային խնդիրը հայկական հարցի լուծումն է։ Բուզանդ Պաստաջյանը վստահ է, 100 տարուց հետո մենք թևակողել ենք մի ժամանակաշրջան, երբ պահանջատիրությունն առաջին պլան է մղվել։